Ցել է Ալեքնը կմիանա, ինքը համակարգչով էլի միանում։ Հասկացա։ Ինչ հարցեր ունեք, Արփի։ Ուրեմն դեպքում ես նախագծային էի, ես մի շփոթ ահավոր ծանրաբեռնված էի, չեմ նայել այդ կոմենտի բաները, խնդիրները, Վայ, բայց Ալեքն նայել է։ բա դուք ի՞նչ եք նայել։ Այնքան ծանրաբեռնված էի, գեր ծանրաբեռնված էի, Վայ, ինչ եք ասում։ սուպ միացնում կոմենտս։ Կնայեմ, Լավ, կնայեմ ասած։ ես մյուս անգամ։ Այսօր իմ Google Colab-ի հետ ինչ որ բան է կատարում, չգիտեմ ինչ, ֆայլերը run չի լինում, ու իրականում առաջին անգամ եմ պրակտիկայում sense բան, բայց լավ, դից հետո գնանք, խնդիր չի։ Սպասում եմ Ալեքը միանա, թե սկսեմ։ Փորձում եմ։ Ես տեսա, որ chat-ում բան էի գրել, երեխեք, բայց դասի չէի կարող պատասխանել։ Հա, ես էի գրել, ինձ թվաց հատուկ հղում եք ուղարկելու, ոչ թե պիտի մտնենք էլի 10-7։ Հա, հատուկ հղում, բայց հատուկ հղումը տենց եմ էլի, ոնց որ ուղարկե։ Հա, հեսա Ալեքը բան ուղարկե, request։ Ինչ եք արել անցած դասին կհիշացնեք ինձ։ Մոտ չեմ լսում Արփի ջան։ Ուրեմն Հայր ձեզ։ արձագանքում է։ Է տենց։ Ինչ են կարել անցածին։ Չեն կարել։ Ոչ մի բան։ Լուփերն ենք, չէ՞։ Հա, իմ հետ ինչ եք արել։ Ձեր հետ։ Հա, այդ ենք դուք ենք։ Ինչ եք արել։ Այդ թեման ենք անցել, հետո Որ տնային թեման։ տվեցի։ Լուփերը։ Լուփերը։ Հստակ ասեք, չեմ լսում լավ։ Ինչերի են ենթադրում լուփերը կհիշացնեք։ Դե պայման ես գրում, ինչու այդ պայմանը ճիշտ չլինի, անդադ կատարվում ալի գործողություն։ Լուփեր եք ասում, բայց անցրեք մի հատիկ լուփ չէ, վայլը մենակ։ Ահա։ Ահա, ճիշտ է։ Մենք break-ը continue բան չենք անցել, չէ՞։ Չէ։ Profant Academia նայում եք երեխեք։ Հա, ես սաղ նայեցի մեկ այդ 14-ի 3-ից հետո չեմ ասում։ Մինչև 14-ը սաղ նայել ես։ 17-ի 3 էլի։ Հա, բայց մինչև 17-ը նայել ես, 10 քանիսից 17-ը ոնց որ բան է, մեր չանցած թեմաներից է հելավոր։ Չէ, այն որ chat-ում գրել եք, այդքան Դրանք հա իմ ուղարկածն հա կարևորը դրանք են։ Իմ ուղարկած ունեք, որտեղ այն դրանք որ անցնենք այդ թեմաները, ձեզ ավելի հետաքրքիր կլինի, պատկերացրիք։ ահա։ Ընտիր։ Էմա չէ էկրանս։ Okay, Արփի ջան, մի հատ կիշացնես այս կոդը ինչ էր անում։ Սպասեք մեծացնեմ, պրոստը չեմ տեսնում։ Կլինի դուք մեծացնեք։ Հա, մեծացրեցի։ Ուրեմն x-ը փոքր է 10-ից, x-ը ուրեմն x Ուրեմն Հա։ հասկանամ։ Սկսում ենք ստեղից x անով փոփոխական ենք հայտարարում 0 արժեքով։ Եթե 0 փոքր է 10-ից, դու է 9, 0-ն փոքր է 10։ այո, Հա, print անում x-ը, x-ի արժեքն ինչա։ շարժեքը այդ թվերը չեն։ Այդ թվերի մին է, սա ուղղակի գրած է։ X-ի արժեքը ինչա։ 1, չէ, x-ի արժեքը 0 է։ 0 է, չէ։ Հմ, Տպեցինք 0-ն, ստեղ ինչ անում, x պլյուս հավասար է 1, սա ոնց էր բացվում։ Գումարվում էր 1, Այո, մեկով։ այսինքն x-ը հավասար է x պլյուս 1, չէ։ Ընտիր, Հետո բաց։ բացվում է վերև, Ահա։ էլի ասում եք որ հետո դպում մեկը գումարում է էլի 1, հետո էլի բարձրանում է տեն։ Այտենց ու միջև ուրա գնում, Ալեք։ Միջև 9։ Այսինքն միջև 9 տպում, հա։ Ահա։ Լավ, իսկ որ լուփը բրծավ աշխատանքը, գայս այս ֆինիշը տպեց բրծավ։ X-ը որ տպեմ ի՞նչ ա լինելու, այս տողից հետո, այստեղ որ տպեմ x։ 9 ա լինելու։ Հա որ 9 7-ի փոքր 8-ը։ 10-ով, հա, պայմանը ինչ է լինում x-ի արժեքը որ պայմանը false-ա տալի։ Չլսեցի մի հատ պես։
Ինչ է լինում x-ի արժեքը, որ այս պայմանը false է տալիս։ 10 կամ 10-ից մեծ։ Չէ, հստակ թիվ է, չէ՞, իտերացիա 1-1-ով ավելացնելով գնում ենք, 0-ից սկսում ենք, 1-1 ավելացնում ենք։ 9 տպեց, 9-ին 1 ավելացրեց, դարձավ 10, 10-ը փոքր է 10։ Արդեն այդ լուփի մեջ 10-ը սարքում հետո չի։ Ահա, հիմա որ լուփից դուրս գանք, x-ը տպենք, ինչ է տպելու։ 10։ Պատկերացրիք, արփի հարցեր կան, Ոչ չունեմ։ բարձեն այսքան երեխեք։ Լավ։ Այս մասին էս էլ է նման ինչ-որ կոդ, այստեղ 10-ից մինչև 14-ն է տպում, անցած անգամ նայել ենք։ Հիմա եկեք անվերջ լուփը հիշում ենք, չէ՞։ Հա, Ինչ էր անվերջ լուփը։ ամեն կրկնվում էր էլի, Ինչ էր անում։ չէր կամ։ Չլսեցի, մի հատ մեծ կասեք։ Ամեն կրկնվում էր էլի, չէր կամ։ Չէր կանգնում, այսինքն ինքը միշտ true էր ու sense միշտ անվերջ տպում էր։ Լավ, հիմա ժողովուրդ, մի հատ կարևանի, մի քանի կարևոր գաղափարի մասին խոսենք, որոնք լուփերում շատ-շատ օգտագործվում են։ Դրանք են break-ը, continue, pace-ը, մեկ էլ loop else-ը։ Ինչ են դրանք իրանցից ենթադրում։ Այս pace-ը ձեզ ծանոթ է, ինձ կհիշեցնեք սա որն էր։ Դե եթե if-ի մեջ գրենք, if-ի մարմնի տեղը pass գրենք, չի կատարի, էլի այդ if-ը։ Այսինքն, sense եկեք բացեմ մի հատ։ Հիմա եթե ստե գրեմ if true։ Ու սա աշխատացնեմ, սա ինչ է անելու։ Անդադ կատարելու է։ Չէ, true է տալու։ Բանա error է տալու։ Դու գրել ես if true, մարմինը գրած չի իրա, ու դու եթե սա աշխատացնես, սա error է տալու։ Պատկերացրիք։ Իմ մոտ այսօր մի տեխնիկական խնդիր կա, եղեք, կներեք չեմ կարող աշխատացնեմ, չգիտեմ խիելը որ։ Աշխատացնես, բայց սա error է տալու, որտեղ դու հայտարարել ես, տվել ես վերնագիրը, բայց իր մարմինը չես գրել։ Պատկերացնում եք սա։ Հիմա նման դեպքերում, երբ դու ուզում ես տաս հայտարարությունը, բայց չգրես մարմինը, այն մարմինը գրես հետո, ինչ-ինչ պայմաններով, այդ խնդիրն է քեզ թելադրում։ Դու մեծ պրոյեկտներում ուսախ դաշտերը միանգամից չես լրացնում։ Դու կարող առաջին հայացքից բերում ես պայմանները դուրս ես գրում, հետո նոր պետք է այդ պայմանին համապատասխան լրացնես իր մարմինը։ Այդ դեպքում նոր պետք է անես, չէ՞, բայց դու կարաս պայմանները հստակ գեղեցիկ գրես, որ հետո քիչ-քիչ սկսես դրա վրա աշխատել։ Այդպես դեպքերում գրում են pass։ Այս դեպքում որ սա աշխատացնում, սա լրիվ նորմալ է։ Ու սա աշխատացնես ոչ մի բան չի տպելու։ Պատկերացնում եք ժողովուրդ։ Հա։ Նույն ձև աշխատում է նաև while-ի համար։ Հիմա որ գրել եմ while true ու տամ pass։ Այսինքն նույնիսկ անվերջ loop հաստատում, անվերջ անգամ ոչ մի բան չի տպելու, բայց ենթադրենք նես բան գրեմ, որ մենակ մի անգամ կատարվի։ Այս այլ կերպ ասած pass-ի միջոցով կարող ես դու իր մարմնի մեջ բաց թողնես իտերացիան։ Պատկերացրիք թե չէ։ Պատկերացրի։ Pass-ի միջոցով կարող ես բաց թողնես։ Արփի հարցեր ունես։ Չէ, չունեմ, ուշադիր լսում եմ։ Հա, դա հարցեր կարող ունես, էլի։ Չէ, չունեմ։ Անտիլ։ Հաջորդը ժողովուրդ continue հրամանը, օրինակ continue հրամանը իրենց ինչա ենթադրում, տեսեք, երբ հասնում ես դու continue-ին, continue-ն տվյալ իտերացիան բացա թոնում։ Եկար հասար continue, continue-ից հետո բարձրանալով վերև սկսում այլի գործողություն իրականացնել։ Եկեք հիմա այստեղ այդ continue օրինակներից նայենք։ Այս է։ Տեսեք, սկսես արփիջան սկիզբը։ Ուրեմն x-ը հավասար է 10, while x-ը հավասար է 10-ից -1, Մի րոպե, while x ինչ է նշանակում։ քանի դեռ x-ը ինչ, քանի դեռ x-ը, հա։ Չէ, քանի դեռ x չէ, գիտես ոնց while-ը միշտ condition-ը չէ գրում, այսինքն բուլյան արժե կամ ճիշտ կամ սխալ պայման։ Իսկ հիշում եք երեխեք, որ 0-ից բացի կամական թիվ true է։ Հա։ Այստեղ այդ մեխանիզմը կիրառել։ Տվեք, տեսեք x-ին տվել եմ 10 արժեքը, չէ, while 10 նշանակում է while true։ Ահա։ Հիմա while true նշանակում է, այսինքն քանի դեռ այդ պայման տեղի ունի, պատկերացրիք։ Այո։ While 10 true է, չէ, 10-ը։ Այո։ X-ը հավասար է x - 1, ինչ է նշանակում։ Այսինքն 10-ից հանած 1։ Այսինքն, այո, x-ի մեջ ինչ է գրվում։ X-ի մեջ գրվում է 9։ Այո, 9։ Հիմա 9% 2-ին չի հավասար։ 900։ 9 2-ի բաժանից մնացորդը ինչ է տալիս։ Մենք
Լուպե։ 1 1, չէ։ 1 1-ը հավասար է 0։ ոչ Բա 1-ը հավասար չէ 0։ ոչ Այո։ Երկու տարբեր հարց տվեցի։ 1-ը հավասար է 0, պատասխանը ոչ։ 1-ը հավասար չէ 0, Ալեքն ասեց այո։ 1-ը հավասար չէ 0 Ահա, 1-ը հավասար չէ 0, այսինքն տեղի ունի, չէ՞, այդ պայման ճիշտ է դա։ այո Լավ, իսկ 1-ը հավասար չէ 0 նշանակում է true, այսինքն ստեղ տվեց if true։ այո If true-ի դեպքում մտանք ստե։ Դե գրած է continue։ Վարժությունն ավելի պայմանն է։ Այո, jump անում, ցատկում է while-ի պայմանից, ստուգում է էլի սա։ While x ինչ է։ X-ի արժեքը։ Ադե քանի որ քանդեր x-ը 0 չի։ Հա, իհարկե x-ը 0 չի։ Հիմա x-ի արժեքը ստեղ ինչ է արփի։ 9 չէր 9, ապրես։ Ալեք ջան, շարունակես այս մասից։ X-ը փոքրացնում է 1-ով, դառնում է 8։ Ահա։ Հետո if-ի պայմանը false անում, տպում է 8 ու Խիավ, ելին դել ասա հասկանանք։ դե որտեվ x-ը տոկոսով բաժան 8-ը տոկոսով բաժանում 2-ից 0-ի է, 0-ն էլ հավասար 0-ի, պայման 1 գրածը ոչ հավասար է, դրա համար false է։ Արփի հասկացար ինչ ասում։ հա հասկացա Ապրես։ Հիմա այսինքն if-ի այս մասը բաց թողեցինք, չէ՞։ Եկանք print x-ում ինչ ենք տպում, Ալեք։ 8 Ահա։ մեկ էլ հաջորդող անցնում։ Այս end-ը հիշում եք ինչ էր անում, երեխեք։ հաջորդ ով չէր անցնում Հաջորդ տողեր անցնում, թե թույլ չէ դες հաջորդ տող անցներ։ հիշեմ երևի հա Հա, դե կարանք սիմվոլներ դնեինք, որ իրար հետ կապված են։ Այսինքն հիշենք, end-ով մենք տողեր ենք իր այդ շախ կապում, sep-ով էլ տողի միջի, print-ի միջի արգումենտներ ենք իր այդ շախ կապում։ Ճիշտ է։ Այո։ Անտի հիմա այստեղ մենք տողեր ենք շախ կապում, այսինքն end-ով շախ կապեցինք, 8-ը տպեցինք, բացատը թողեցինք։ Բարձրացանք վերև while x։ X-ը 8-ը, Ահա։ 8-ը while 8-ը true է, չէ՞։ Հա։ Հետո ինչ անում, շարունակեք։ Հետո էլի մեկով փոքրացնում է, էլի ստուգում է, եթե կենտալի շարունակվում է, եթե կեն չի տպում։ Հիմա լավ, այս ծրագիրը ինչ է տպելու տենց։ 1-ից մինչև 10 զույգ թվեր։ Այսինքն 8, 6, 8, 6, 4, 2։ 0-ն տպում է։ չէ։ Չհամոզիր։ Դե Ստենայք, while 1։ While 1-ը true է, մեկի ժամանակ էլ է աշխատում։ բայց 1-ից հետո է չէ դառնում 0։ Հա։ Այսինքն 0-ն տպելու է։ Ահա։ Պատկերացրեք երեխեք, Այո։ հարցեր տվեք ստե։ Continue աշխատանքը པարզ է։ Հենց հասնում ես continue ինքը տվյալ իտերացիան բացատում։ Տեսավ continue բարձրանում վերև սկսում է պայմանների ստուգել։ Արփի ջան པարզ է սա։ հա պարզ է Ընտիր։ Լավ երեխեք, այս continue հետ կապված։ Հիմա այս ամբողջ կոդը մենք գրեցինք continue-ով։ Սա ինչ էր տպում, սա տպում էր 8-ից 0 զույգ թվերը, չէ՞։ Նո տվյալ դեպքում 10-ից 0 զույգ թվերը, բայց 10-ը ներառյալ չէր։ Հիմա այդ ամբողջ գործողությունը մենք կարող ենք անենք առանց continue հրամանի։ Այս կոդին մի հատ նայեք։ Չէ, այս չէ, կներեք սա։ Ստե ինչ է գրված։ Էլի համարյա մինիմում կոդն է։ Համարյա նույն կոդն է, մի փոքր փոփոխություն է արված, չէ՞։ Չլսեցի մի հատ։ Ասում եմ մի փոքր փոփոխություն է, չէ՞, բայց արված։ Հա, Ահա, ինչ փոփոխություն արված։ ոչ հավասար են ստուգելու համար դրած։ Այսինքն մեր դեպքում ստե ասում ենք, որ հավասար չէով առաջ շարժվենք ու continue տանք, ստեղ դրա փոխարեն դրել եմ հավասար է ու մի անգամ ծետ եմ տպել, այսինքն հավասարության դեպքում տպիր։ Ահա։ Երկու իտերացիա կասեք սրա ոնց անում։ Արփի ջան կսկսես։ Մի հատ սկսեմ
Սկսի։ X-ը հավասար է 10, քանի դեռ 10, չէ, 10-ից էլի փոքրացնում է 1-ով, բաժանում է 2-ի, եթե հավասար է 5, պետք է հավասար լինի 5, չէ, եպը, հա, Ստեղ x-ի արժեքը կասես, հիմա ստեղ x-ը ինչ է։ այդտեղ 5-ը, Չպետք է 5։ եպը չէ, 9-ը, 9 բաժանում ենք 2-ի, էլի 1-ը, Ահա։ Հիմա այս պայման տեղի ունի թե չէ։ ոչ, false, հա, Այո, false։ False-ի դեպքում սա կկատարվի։ Տես սա if-ի մեջ է գրված։ Եթե if-ի մեջ է գրված, նշանակում է if-ից մի թափ աճ է, տես։ If-ից աճ է, չէ՞ գրված։ Նշանակում է if-ին է պատկանում։ Եթե if-ի պայմանը false է, if-ի մարմնի գրվածը չի կատարվելու։ Ճիշտ եմ ասում։ ճիշտ եք ասում, Բարձրացանք ստեղ։ While x, x-ի արժեքը ինչ է։ X-ի արժեքը 9, Ապրես։ While 9 տեղի ունի պայմանը։ էլի ոչ, While 9 true է թե false։ true, True։ Պայման տեղի ունի, էլ նշանակում է։ Հա, այստեղ x ինչ է դառնում։ այդտեղ արդեն 8 է դառնում, Ապրես։ Ստեղ։ եթե բաժանում ենք 2-ի, ստանում ենք 4, մնացորդ ստեղ 4, հա, Չէ, մնացորդը դա չի։ եթե բաժանում ենք 2-ի, չէ, Հա, բայց մնացորդը բաժանում ես, 8x-ի բաժանից մնացորդ ես ստանում։ Հեն, 8x-ի բաժանից մնացորդ կստանաս։ 1, Ընդհանրապես, թիվը որ բաժանում ես 2-ի, ինչ մնացորդ կստանաս։ Եթե թիվը զույգ է, մնացորդը 0 է, թիվը կենտ է, մնացորդը 1 է։ հա, Հիմա 8-ը զույգ է, մնացորդը 0 է։ այո, Ահա, էդի ոնց կարաս հաշվես, նայ 8-ն է, չի ասում, վլը վերցրա 8-ը, 8-ի մեջ սկսի երկուսները հանել, որ 8-ից մի հատ երկուս հանեսի չի տակը մնում։ 6, Մի հատ էլ հանի։ 4, Մի հատ էլ 2 հանի։ ու 0, Տես տակը բան չմնաց, չէ։ Հիմա 9-ը վերցրա, 9-ից 2 հանի։ 7, Մի հատ էլ հանի։ 5, Մի հատ էլ հանի։ 3, Մի հատ էլ։ 1, Բա 1-ից Զրո, մնաց էլ 2 հանես։ չէ, Մնաց 1, չէ՞ մնացորդվում։ Այսինքն կենտը որ բաժանում ես 2-ի մնացորդը 1 է, զույգ թիվը 2-ի բաժանից մնացորդը 0 է։ Ապրես, լավ, ստեղ ուրեմն 8 էր։ 8-ը 2-ի բաժանից մնացորդը 0 էր, 0-ն հավասար է 0։ այո, Ապրես։ այդ իշի պայմանը տեղի է ունենալու ու տպելու է true, Տպելու չէ, true է, if-ի պայմանը տպելու է x, x-ի արժեքը ինչ է լինելու։ X-ի արժեքը լինելու է 8, Արեգ ջան համաձայն ես։ Այո։ Լավ, հաջորդի ոնց է լինելու, կշարունակես։ Հաջորդ կոդը թե շարունակ։ Հա, էլի էս կոդը ինչ անելու հաջորդի։ 8-ը տպեցինք հետո։ 8-ից հետո 7-ը սարքում, Ահա։ էլի ստուգում է, բաժանում է 2-ի 1 ալնում, Ահա։ false ալնում չի անցնում, էլի մի հատով փչացնում է, ստուգում է, տպում է 6։ Տպում է 6։ Ուսնենց միջև ուրա տպելու Չէ 0։ 4, 2 եւ 0։ Տեսեք երեխեք, սա նույն արդյունքը տվեց։ Ինչ էս մեր վերևի դիտարկած continue-ով կոդը։ Այսինքն ինչ որ դու կարաս գրես continue-ով, դու կարաս գրես առանց continue նույնպես։ Ստե հարցեր ունենք։ Ոչ։ Ընտիր։ Հիմա ուշադրություն։ Հիշեք, որ while loop-ի հետ երբ աշխատեցինք, ես ձեզ ասացի մի կարևոր բան, որ while loop-ը, դա անվերջ ցիկլ ստանալու, while loop-ի օգտագործման ժամանակ անվերջ ցիկլ ստանալ հավանականությունը շատ մեծ է։ Բա ոնց անենք, որ անվերջ ցիկլ չստանանք։ Պետք է շատ ուշադիր լինես։ Եթե դու continue ես օգտագործում իր մեջ, դու կրկին կարաս շատ շուտ ստանաս անվերջ loop։ Կներեք։ Հիմա օրինակ այս կոդը եկեք նայենք։ Նա այս կոդով կմեկնաբանի։ Ես ասեմ։ Ահա։ Դե x-ը սկզբից -10-ը, քանի դեռ x-ը փոքր է 0-ից, ստուգում ենք, եթե x-ը բաժանած 2-ի մնացորդա թողում, տպում է x-ը, հետո էլ մեկով ավելացնում է, եթե չէ, նորից է ստուգում։
Ահա, հիմա խնդրում եմ երկու իտերացիա դու ասա։ Սկսեցինք x-ը 10-ով։ X-ը -10-ով, հետո ստուգում է -10 բաժանում է 2-ի, Ահա, չի թողում, տպում է -10, ահա, հետո սարքում է 9, ահա, 9 սարքեց, հետո էլի նորից ստուգում է -9-ով արդեն փորձում է, դառնում է, որ մնացող ունի, այդ չի տպում, էլի 10 է սկսում ստուգել։ ահա, հիմա որ չի տպում if-ի պայման տեղի չունեմ, գալիս է else բլոկ։ Էզն էլ շարունակել է տալիս, էլի սկսում է բանալ։ Մաստեր x-ի արժեքը ի՞նչ է։ X-ի արժեքը -9։ Լավ, -9։ Արփի ջան շարունակես։ Շարունակեմ։ Ահա, -9-ը բաժանում ենք 2-ի, ահա, մնացորդով ստանում ենք -1, -1-ը հավասար չի 0-ի, չի տպելու, տպելու գալիս է է else բլոկ։ Else բլոկում ի՞նչ է գրած։ այդ continue այդ Continue դեպքում ինչ ենք անում։ Բարձրանում ենք վերև, continue-ից հետո հրամանը չի կատարվում, միանգամից բարձրանում է վերև, ղեկավարությունը տալիս է հրամանի սկզբին։ Եկանք while, x-ի արժեքը ի՞նչ է։ -8 չեմ երբ ինչ էր Քիա -8, -9, -9 հա -9 փոքր է 0, ոչ -9 փոքր է 0, հա փոքր է փոքր է, չէ 0։ Եղեք ուշադրություն դարձրեք։ Ալեքը ասեց -9, -9-ով իտերացիա արեց, տվեց արփին, արփին էլի -9-ով իտերացիա արեց, տվեց ալեքին։ Ու դուք սենց -9-ով անընդհատ իտերացիա եք անում, սա անվերջ լուփ է։ Պատկերացնում եք թե չէ։ Հասկանում։ Այդ տեսեք continue օգտագործումը շատ ժամանակ նաև կարա բխի անվերջ լուփի, այսինքն դուք պետք է նրանց օգտագործեք, որ անվերջ լուփ հանկարծ չստանաք։ Ստե ինչ հարցեր ունենք։ չունենք Continue բարձր։ Անտի, եկեք անցնենք ուրեմն break հրամանին, ժողովուրդ։ Break հրամանը ոնց է աշխատում։ Break հրամանի ժամանակ ինքը loop-ը հենց տեսա break, loop-ը իր աշխատանք ավարտում է։ Continue-ի դեպքում ինքը բաց է թողում իտերացիան, գնում է կրկին, սկսում է կատարել, break-ի ժամանակ տեսա break, աշխատանքն ավարտվում է։ Պատկերացրեք, եթե պատկերացիք, եկեք օրինակի վրա դա հասկանանք։ Այ, այս մեկը մի քիչ բարդ է, այս օրինակի վրա եկեք հասկանանք։ Արփի ջան կսկսես։ սկսեմ Ահա, ին հավասար է 1 եթե յուպե 1 փոքր է 60-ից տպելու է 1 ահա։ break-ը ինչ էր որ եթե պայմանը կա էլ չի անցնում Break-ը, հաջորդ դու break-ին երբ հասնում ես, break-ը loop-ը ավարտում է։ Ցենց կտրուն գցում են կողմ, всё, loop-ը բրծնում է։ Հիմա նայ, դու այս պայման տեղի ունեցավ քո։ հան Ապրես տպեց ին։ տպեց Ին ինչ էր։ ին 1 էր Մեկը տպեց, հետո մեկը հավասար է 3։ այդ լինելու է false Ահա, այսինքն այսքանը չի կատարվելու, չէ՞։ հասնելու է այդ break-ին Չէ, նա եթե false-ը տես, break չի կարա լինի, break-ը if-ի մեջ է գրված։ լավ Ստե են գալիս, ստե ինչ է գրված, ին պլյուս հավասար է 1։ հա Ահա, դառնալու է 2 ին դառավ 2, ապրես հետո նույն է տողի շարունակությունը բարձրացանք վերև, 2-ը փոքր է 60։ փոքր է տպելու է 2 Ահա, եթե 2-ը հավասար չի 0-ի էլի տպելու է false չի տպելու false, հետո ուղղակի սա false է։ false Ահա, հետո էլի գնալու է 1 էլի բարձրանա էլի փոքր է 60-ից հավասար է 3-ի ահա, արդեն true է ահա, ու վերջացնելու է ու վերջացնելը, տեսեք, տեսավ break ու loop աշխատանքն ավարտել։ Էկրանին արտածելով 1, 2, 3 արժեքները միայն։ Հարցեր տվեք երեխեք ստե։ չկա Break-ը հետ loop-ից է չհանում, չի գցում loop-ի սկիզբ։ Break-ը loop-ից դուրս է գցում։ Այսինքն break-ից հետո ղեկավարություն անցնում է loop-ից հետո եկող հրաման։ Այս հրամանին կլինի, եթե օրինակ գրեմ print something, հա։ Այս սան անցնելու ղեկավարությունը։
Պատկերացրիք break-ի աշխատանքը։ Այո, Հարցեր ունենք ստե։ ոչ։ Ընտիր, եթե հարցեր չունենք, անցնենք առաջ։ Ես ուզում եմ մի հատ ձեզ հետ այս մի բլոկը նայեմ կոդի, break-ի, այսա։ Ալեք ջան, սա դու կասես։ Դե նախ այս լուփը սկզբից անվերջ պետք է լինի։ Դե եթե մի հատ name input ենք Մի րոպե ստանում, կներես։ Տես, ասма լուփը անվերջ չանելու։ Այսինքն ուշադրություն դարձրենք, որ մենք ունենք այս բան, անվերջ լուփ։ Այստեղ մի հատ կարևոր կետի վրա եմ ուզում շեշտել։ Երբ օգտագործում ես continue, դու կարաս հանգես անվերջ լուփի, չէ՞, տեսանք նոր օրինակը։ Երբ դու օգտագործում ես break, երեխեք, անվերջ լուփից կարաս դու խուսափես։ Այսինքն անվերջ լուփ ունես տեղ, մենք ստե անվերջ լուփ ունենք փաստած, ինքը true է, միշտ true է լինելու։ Հենց break-ին տենում արդեն այդ անվերջ լուփից թռնելու է դուրս։ Պատկերացրիք։ Այսինքն կարելի ասել break-ը կախում է այդ անվերջ լուփը, իսկ continue ոնց որ անվերջ լուփ կարա առաջացնի։ Դրա համար պետք է հենց օգտագործել լինել ուշադիր։ Կներես, որ ընդհատեցի, խնդրեմ շարունակի։ հետո մեր name բականը input-ա ստանում, ստուգում ենք եթե name-ը հավասար է stop, loop-ից դուրս է գալիս, արդեն անվերջ loop-ը վերջացնում է, Ահա։ հետո էլ age-ն է input ստանում, Ահա։ ու եթե արդեն դուրս չի եկել, տպում է hello անունը, Ահա։ մեկ էլ տարիքը երկու անգամ ամբացրել։ Այսինքն Իր այս հավաքությունը։ բարձրացնում է քարոզիխի այս ինտեգրēt, այս մի հատ մասն է ասես ինձ։ Դե որ float չլինի էլի, Ոչ թե որ float, հենց string չլինի։ string, Input-ով հիշում եք, որ string ենք ներմուծում text, չէ՞։ բայց չի լինի որ input-ից առաջ ինտեգրենք հետ։ Կլինի, իհարկե կնի, այդ նույնը ոնց է ստեղ գրեմ։ Տարբերություն չկա, նայ, որ ստե sense գրածս, թե սկզբից int կգրեմ, ոչ մի տարբերություն չկա։ Նույն գործողությունն է կատարում։ Այս մի քիչ sense եմ գրել, որ ձեզ շփոթեցնեմ։ Հա։ Այսինքն հաշվում է։ Հիմա ըստ էության այս ծրագիրը, այս ինչ խնդիր է լուծում, այս կոդի համապատասխան խնդիրը կձևակերպեք։ Դե ներմուծի տվյալներ այնքան ժամանակ մինչև չի ուզում վերջացնել։ Միջև չներմուծես top, չէ՞։ Ապրես, այսինքն այս այնքան է ներմուծում ու ինչ է ներմուծում, ցել տվյալներ լինելու է անուն մի հատ, ու այդ անվան համապատասխան տարիք, չէ՞։ Այո։ Հարցեր ստե ունենք։ Ես Արփի ջան, հարցեր ունես։ Չէ, չունեմ։ Բարձր էս ամեն ինչը։ Մասամբ։ Որ մասը լավ չես պատկերացնում, ասա, նորից անենք։ Իսմա պետք չի կրկնվել։ Ընթացքային կազմել։ Լավ, ոնց ուզեք։ Այսքանից հարցեր անցնենք ուրեմն այդ դեպքում առաջ։ Այ ուզում եմ միասին այս կոդն էլ նայենք։ Այս կոդը, բայց Արփի ջան դու ասա արդեն, որ այն մյուսը լավ պատկերացնես։ Դե շուն կոմ վարշ կորթամ անգլերեն։ Անգլերեն պետք չի կարդաս տեղ։ Ես քեզ չեմ էլ ուզում դու անգլերեն կարդաս։ Մեր հրամաններն ուղարկի ասա։ Այստեղ գրած է enter positive integer, այսինքն ասում է ներմուծի ոնց որ բան, դրական թիվ։ Այսի կոմենտ է, չէ՞, հիշում ենք սա։ Ահա, հիմա input-ով ասում է ներմուծի text։ Էսա քեզ խանգարում Արփի, սա հանեմ ուզում ես։ Հա, տեսա հանեմ։ Չէ, մի հանեք։ Չէ որ չլարվես այդ անգլերեն տեքստից, դրանք քեզ չեն խանգարում։ Input-ը գիտես անգլերեն։ Ներմուծեք։ Ներմուծեցինք, այդ ներմուծածը սարքում ենք int, այսինքն ստեղ ինչ եմ ներմուծում, int տիպի արժեք։ Ապրես։ Ստեղ ինչ եմ անում։ Դու այս կոմենտին ուշադրություն մի դարձրա։ Ինչ։ Ասում եմ, այս կոմենտին ուշադրություն մի դարձրա։ Լավ, հետո այդ բան եք անելու y-ը հարաբերելու ենք 2-ի։ Ինչպիսի հարաբերություն է սա։ Տոկոսով։ Ամբողջ մասով։ Մեզ մոտ ինչ ձևի հար, մենք 3 տեսակի բաժանում ենք, չէ՞, սովորական բաժանում, մնացորդով բաժանում, ամբողջ մասով բաժանում, ճիշտ է։ Հիմա այս դեպքում ինչ որ բաժանումն է։ Ասացիք ամբողջով։ Ապրես, ամբողջ մասով բաժանում, այսինքն այդ ամբողջ մասով բաժանում արդյունքը գցում եմ x-ի մեջ։ Հաջորդիվ ինչ եմ անում։
Ստուգում ենք մեծա այդ արժեքի 1-ից։ Ահա։ Հետո Յոպե այդ x արժեքը ու y արժեքը տոկոսով բաժանում ենք։ մնացորդը բաժանում ենք իրար վրա, չէ՞։ Յոպե, Ահա։ համացածով բաժանում ենք։ Ահա։ Ու պետք է համոզվենք հավասարազրոյի, եթե հա կտպի, հա, Ահա։ եթե չէ, դեպի չտպի։ Եթե չէ, Եթե հա կտպի այդ հաս ֆակտորը, իրական S-ը երեխեք, S-ի բանին է գրված, S-ի վայլին է պատկանում։ Տեսեք, S-ն ու վայլը մի գծի վրա են գրված։ Ես ձեզ ասեցի 4 բան, չէ՞, continue, pass, break, ճիշտ է։ Նաև ունենք else block։ Այսինքն կարող ենք լուփերի հետ այս օգտագործել։ Այո, ու գիտեք լուփի else-ը երբ է աշխատում։ Եթե լուփը առանց break-ի աշխատանքը ավարտել, ինքը իր բնական հունով ավարտվել է, հա, առանց break-ի։ Այդ դեպքում else-ը աշխատում է։ Եթե break-ով է ավարտվել, ուրեմն else-ը չի լինում։ Խոսքը loop-ի else-ի մասին է։ Այսի ուրիշ ծրագրավորման լեզուներում հիմնականում չկա։ Ու ասեմ ձեզ, շատ Python ծրագրավորներ սա չեն էլ իմանում։ Պատկերացրեք, loop-երը մեզ մոտ նույնպես ունեն else block։ Եթե loop-ի մարմինը առանց break-ի ավարտել է իր աշխատանքը, ապա իր else block-ը նույնպես կկատարվի։ Եթե loop-ի մարմինը break-ով է ավարտվել, ուրեմն իր else block-ը չի կատարվի։ Պատկերացրեք երեխեք։ Անտիր։ Հիմա լավ, Արփի ջան, տեստը գրեցինք, ասեցինք y%x, չէ, հավասարազրո, այդ դեպքում կկատարի այս գործողությունը, հետո x-ից անդադ 1 կհանի, ճիշտ է։ Մինչև դառնանք 0։ Ну, դառնանք 1։ Ճիշտ է։ ճիշտ է։ Լավ։ Կասեք, օրինակ, սա ինչ խնդիր է լուծում։ Այդ հաս ֆակտորը ինչ որ կապ ունի, Չէ, սա կոմենտ են, սրանց ուշադրություն մի դարձրա, կոմենտեր են ուղարկի։ Չեմ կարող պատասխանել։ Ալեք, դու ինչ կասես։ Դե եթե x-ը բաղկաց 2x-ի է հավասար, այսինքն իրար բաժանները Եղեք, իրական գիտեք ինչ եմ ստուգում։ Թվի պարզ լինել չլինելը։ Ասես բան վերցնենք։ Օրինակ վերցնենք 13-ը։ Ոնց կանք ասենք 13-ը պարզ է թե պարզ չի։ Պարզ թվերը որոնք են, մի հատ կձևակերպեք։ Որոնք բաժանվում են իրենց վրա, ու մեկի, յոպե չէ, որոնք մենակ իրենց վրա են բաժանվում։ Ու մեկի։ Որոնք իրենց վրա ու մեկի, ճիշտ ես ասել։ Այսինքն 13-ը բաժանվում է 13-ի վրա, չէ, եւ 13-ը բաժանվում է 1-ի, ճիշտ է։ Հիմա տեսեք, երեխեք, վերցնեմ 24-ը։ 24-ը ոնց հասկամ, պարզ է թե չէ։ Ես պետք է վերցնեմ 1-ից մինչև 12 բոլոր թվերը ու սկսեմ հերթով բաժանել, չէ։ Տեսեք 12-ը դա 24-ի կեսն է, համաձայն եք, որ n թվի պարզությունը ստուգելու համար ինձ բավարար է 1-ից մինչև n կեսը գնամ, ամբողջ մաս ներքևից։ Այո։ Այսինքն ամբողջ մաս ներքևից։ Ու բավական է այդքանը, նայեք 24-ի համար մինչև 12-ը գնամ, որտեղ 13, 14, 15, 16, 17, սրանք իմաստ չկան, բալի ոչ չի բաժանվելու, չէ՞, 24-ի վրա։ Այս մասը նուրբ գիծ է, մի հատ լավ պատկերացրեք։ Համաձայն եք երեխեք։ Այո։ Կամայական թվի համար է դա, կամայական n թվի համար է։ 36-ի համար մինչև որ թվը պետք է ստուգեմ։ 36-ի կեսը։ Ապրես փխի մինչև կեսը, որտեվ կեսից հետո գալիս է որը 19, 20, 21, 22, որը իմաստ չունի ստուգեմ, չէ՞։ Պատկերացնում եք երեխեք սա։ Հիմա ես մի հատ ալգորիթմ եմ ձեզ ուզում ասեմ, այս ալգորիթմը սա պարզություն ստուգող ալգորիթմ է, այստեղի գրվածը։ Բայց ուզում եմ մի հատ ալգորիթմ ասեմ, որը որ դուք գրեք տանը, ու այդ ձեր ալգորիթմով մենք միասին ոնց որ այդ խնդիրը ձևակերպեմ, դուք այդ համապատասխան ալգորիթմը տունը գրեք, ուղարկեք իր հետ նայենք։ Ուրեմն որն ասում է գրել ծրագիր, որ կստուգի թիվը պարզ է թե պարզ չի։ Ոնց է անում։ Ծրագիրը պետք է մուտում ստանա կամայական n թիվ։ N թվի պարզությունը ստուգելու համար, ինչպես նոր ասեցինք, բավական է միջև գնալ n կեսը։
ամբողջ մաս ներքևից։ Ճիշտ է։ Ու կարաք սկսեք երկուսից, երեխեք, որտեղ մեկն է չէ։ Որ թիվն է պարզ, այն թիվը, որը բաժանում է 1-ի ու ինքն իր վրա, ճիշտ է։ Այն թիվը, որ բաժանում 1-ի ու ինքն իր վրա, ուրեմն պարզ է։ Հիմա նայեք, դուք սկսում եք 2-ից մինչև n-ս գնում եք, եթե այս ընթացքում ոչ մի հատիկ թիվ չգտաք, որ բաժանվի սրա վրա, նշանակում է այդ n-ը պարզ է։ Որովհետև ես 1-ն ու n-ը դուրս եմ թողել, 1-ն ու n-ը եզրային դեպքերն են, որոնք բաց եմ թողել։ Շատ եմ մաթեմատիկորեն խոսում, երեխեք։ Այդքան էլ չհասկանում։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում սա։ Ահա։ Իդեան հետ էսա, իմ ասած այս ալգորիթմը համապատասխան կոդը կարաք գրեք։ Այստեղ էլ է այս արված, այստեղ էլ է դա, այստեղ երեխեք սկսել է վերջից, ինքը ստե սկսել է n-կեսից, նայեք։ Այս ամբողջ մասը վերցրես, ամբողջ մասը միշտ դերքերից է, չէ՞ վերցնում։ Որ օրինակ ստանում ես 7.8, ինքը 7 է, չէ՞ վերցնելու։ Ստեղ։ Այստեղ հակառակ process-ն է, ինքը մինուսով է գնում, ես ձեզ ասեմ դուք հակառակն արեք, սկսեք փոքրից, գնացեք մինչև n-կես։ Ինչ հարցեր ունեք։ Չկա։ Ալեք հարցեր։ Չկա։ Ինչ անցանք այսօր։ Անցանք թե ոնց կարանք լուփից դուրս գանք։ Լուփից դուրս գա։ Ոնց լուպից դուրս գանք, ինչ հրամանի միջոցով, break հրամանի, չէ՞։ Continue։ Continue լուպից դուրս չի գալիս, continue իտերացիա է ոնց որ բան անում, չէ՞։ Շրջանցում։ Pass-ն անցանք, չէ՞, pass-ը։ Մեկ էլ լուպի else-ը, ճիշտ է։ Այսքանից հարցեր ունենք երեխեք։ Չէ։ Այսօր տեխնիկական խնդիր էր, դրանից առաջ ուլեմ խմբրեցի իրենց մոդելը այդ խնդիրը, ոնց որ չկարողացա, չգիտեմ, խի Google Colab-ից ֆայլը աշխատացնեմ, առաջին անգամ է իրական պրակտիկան, այդպես խնդիր էր տվել։ Բայց ոնց որ կոմենտներ գլենք, տենց է ծրագիրն աշխատելու է։ Ես ձեզ բան կանեմ, ֆայլը կայքում կտեղադրեմ ձեր, դուք մի հատ այդ կայքի վրայով կանցնեք, այդ ֆայլի վրայով կոդերը կաշխատացնեք, կտեսնենք, հա, արդյունքները, կոմենտները վրան պահպանվել է։ Այնտեղ 2-3 կոդեր էլ կան, որոնք չենք նայել, դրանք էլ անպայման կնայեք։ Եթե հարցեր կունենաք, կասեք, լավ։ Լավ։ Հարցեր ունենք։ Ոչ։ Դե այսօր այսքանը երեխեք ջան, կհանդիպենք արդեն մյուս շաբաթ։ Լավ։ Հաջող։ Ես chat-ին կգրեմ, հա, տնայիններ այդ կայքից որոնք են լինելու, որ նայեք դրանց վրա։ Լավ, տեսություն։ Հաջողություն ձեզ։